Արդեն մի քանի շաբաթ տրանսպորտային խնդիրներից դժգոհ Պրոշյան և Քասախ համայնքների բնակիչները հերթական անգամ հանդիպել են տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանին։ Նրանք մի քանի խնդիր են բարձրացրել։ Հիմնական պահանջն այն է, որ մայրաքաղաքի համար 25 և 59 երթուղիները սպասարկող ավտոբուսները շարունակեն ճանապարհը մինչև իրենց բնակավայրեր։ Նախարարի տեղակալը նշեց, որ 2021 թվականից, երբ միասնական երթուղային ցանցի շրջանակում մրցույթներ են սկսել անցկացնել մեկ մարզ, մեկ օպերատոր սկզբունքով, Կոտայքի մարզում հաղթող է ճանաչվել Մուլտի տրանսպորտ ընկերությունը, որը պետք է սպասարկի մարզի բոլոր բնակավայրերը, այդ թվում Պրոշյանն ու Քասախը։ Միջմարզային տրանսպորտը պետք է սպասարկի բնակավայրերը, իսկ Երևանի տրանսպորտը պետք է հետ քաշվի։ Մենք առաջարկել ենք սակագնի փոխադրողը առաջարկել է սակագնի փոփոխություն, այսինքն նվազեցում, երթերի քանակի ավելացում ենք քննարկել, որին համաձայնվել ենք, տրանսպորտային միջոցների թվի ավելացում ենք քննարկել, որին համաձայնվել ենք, նաև քննարկել ենք օրինակ ոչ թե ֆիզիկայի խաչմերուկ, այլ դեպի ավտոկայարան, որտեղից իրականացվում են փոխադրումները, դա էլ ենք քննարկել, չնայած քաղաքացիները ոնց որ այդքան էլ չէին ուզում դեպի ավտոկայան այդ ուղղությունը այդ ձևով սպասարկվեր, ավելի շատ դեպի մետրոյին առաջարկում, ինչին անկեղծացած մենք ենք դեմ։ Իսկ դեմ լինելու պատճառն ըստ Արմեն Սիմոնյանի ծանրաբեռնվածությունն է։ Իրենց մոտեցումը այս առումով հստակ է եւ օրենքի պահանջից է բխում։ Երևանի տրանսպորտը չպետք է մտնի բնակավայր։ Ժողովրդի խնդրանքն է եղել, որ տրանսպորտը բարձրանա մոտ մի 300 մետր շրջադարձի տեղ կա վերևից, որպեսզի ժողովուրդը գոնե այն ներքևի հատվածներից էլ ճիշտ է շատ բարդությունների առաջ են կանգնում, որ կան նստեն այդ տրանսպորտը։ Արմեն Սիմոնյանն արձագանքում է, դժգոհությունից տպավորություն է ստեղծվում, թե Պրոշյանում տրանսպորտ չի լինելու, այնինչ համայնքում եւս գործելու է հասարակական տրանսպորտ։ Պարզապես այն մարդիկ, որոնք Երևանի տրանսպորտից են ցանկանում օգտվել, պետք է գան այնտեղ, որտեղ մայրաքաղաքի վերջնակետն է։ Կարելի է, չէ, ինչ որ մի ճանապարհ գտնել եւ ընդառաջ գնալ ժողովրդին էլ։ Միայն օրենքով, եթե սահմանը շարժը ես չեմ կարծում, որ այսօր կառավարությունը եթե ուզենա, չկարենա այդ հարցի լուծում գտնի, այսպես ասեմ։ Կներեք, կա օրենք եւ այդ օրենքին ենթարկվում են նաեւ մնացած բնակավայրերը։ Հիմա այդ ինչի մնացած բնակավայրերից դեպի Երևան ուղևորություն իրականացնելիս իրենք օգտվում են այդ բոլոր ձեր կողմից նշված կատեգորիաներով քաղաքացիների միջմարզային տրանսպորտից, այդ բոլոր անհարմարություններով, այսպես կոչված, որը դուք նկարագրեցիք, չնայած ես դա որևէ անհարմարության խնդիր չեմ տեսնում, որովհետև մենք այդ բոլոր հարցերը քննարկել ենք նաև միջմարզային տրանսպորտի դեպքում։ Ինչի չի կարող պրոշյանցին դրանից օգտվել։ Եվ օգտվել, եթե ուզում է, իհարկե Երևանի տրանսպորտից որոշակի ճանապարհ անցնելով։ Մարզային փոխադրողը մայրաքաղաքի պես արտոնություններ չի տրամադրում սոցիալական տարբեր խավերի ներկայացուցիչների, մատնանշեցին բնակիչները։ Ազգային հերոս Վահագն Ասատրյանի անվան հերոսների վերականգնողական քաղաքի հիմնադիր Սուրեն Արենցը եւս դժգոհություն ուներ։ Ես չեմ խոսում գնից, փոփոխություններից, դա ասում օրենքի առաջ բոլորս հավասար են, բայց ինչպես է հաշվի առնում են հաշմանդամություն ունեցող անձանց առկայությունը համայնքում, ինչպես է տեղաբաշխվել, հա, ինչ մոնիտորինգ է արկել, որ օրինակի համար Քասախ համայնքում կարելի է այս միկրոավտոբուսը, Պրոշյան համայնքում չի կարելի այս միկրոավտոբուսը կամ հակառակը, ինչպես է ապահովելու առանց այդ հնարավորական խնդիրներ ունեցող այն անձանց տեղաշարժումը, ովքեր որ առանց այդ տրանսպորտային միջոցը չէ գալիս մինչև զուր հաստատություն։ Նախարարի տեղակալը նշեց, որ հարցը պատրաստ են քննարկել, լուծել։ Ներկա էր նաև մարզային սպասարկող Մուլտի տրանսպորտ ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Դալլաքյանը։ Վստահեցրեց, համայնքի բնակիչները տրանսպորտի խնդիր չեն ունենա։ Ես որպես սպասարկող ձեզ վստահեցնում, չի կարող այդպիսի մեկ մարդ ձեր երկում համայնքից, որ գասի ինձ պաշար չի սպասարկել։ Ինչպես Կոտայքի մարզում բոլոր համայնքները։ Շուրջ 2.5 ժամ տևած քննարկման ավարտին համայնքի բնակիչների հիմնական հարցը մեկն էր. արդյոք իրենց խնդրանք պահանջն իրագործվելու է։ Այդ 300 մետր, 200 մետր, 600 մետր, այդ պահանջը, խնդրանք, պահանջը իրագործվելու է, թե մերժվում է։
Կառավարությունը ընդառաջել է մի շարք հարցերով, առաջարկել փոխադրավարձը Պրոշյանից Երևան 250-ի փոխարեն 200 դրամ դարձնել, Քասախից Երևան 200-ից 150 դրամ, չվացուցակով սահմանված երթերի քանակն ավելացնել, ապահովել Երևանի տրանսպորտին հասանելիություն բնակավայրերին հարող միջպետական ճանապարհից։ Մայրաքաղաքում կատարվել է վերջնագետի փոփոխություն եւ տրանսպորտային միջոցների քանակի ավելացում, բայց մայրաքաղաքի տրանսպորտը Երևանի տարածքից դուրս գալ չի կարող։ Ցանկալի լուծում չստանալուց հետո բնակիչները հեռացան։ Արմեն Սիմոնյանը լուրերի հետ զրույցում նշեց, բարձրացվող խնդիրները ընկալելի են, սակայն պետք է գործեն օրենսդրության շրջանակում։ Եթե որևէ ուղղությամբ, որևէ տեղ մենք օրենքից դուրս կարգավորումներ իրականացնենք, ապա դա արդարացիորեն կարող է այլ համայնքի բնակիչների մոտ դժգոհություն առաջացնել։ Սիմոնյանը շեշտեց, օրենքը պետք է կիրառել բոլոր ուղղություններով, բոլոր համայնքների բնակիչների համար։ Նիկոլայ Ավետիսյան, Հովհաննես Քյոսեյան, լուրեր։